Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի «Քյոխի հայցը ընդդեմ Ռոման Բաղդասարյանի» պարտավորեցնելով վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում և որպես փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100,000 դրամ։ Այս մասին Փաստինֆոյին հայտնեցին դատարանից։ Հերքման տեքստը պետք է հրապարակվի հետևյալ բովանդակությամբ. Հերքում Կարեն Ջալավյանի «Քյոխի հասցեին կատարված զրպարտություն» հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ։ Ես Ռոման Բաղդասարյանս հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին Facebook սոցիալական կայքի էջերումս հայտնած այն տեղեկությունները, թե Կարեն Ջալավյանը «Քյոխը» գողացել է զինվորների սնունդը և նրանց առանց ջրի պահել, եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև «Քյոխը» մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերհիշատակված զրպարտչական տեղեկությունները։ Քյոխը դատարան էր դիմել 2026 թվականի փետրվարի 26-ին, պահանջելով հերքել տարածված զրպարտությունը ու փոխհատուցել պատճառված վնասը 500,000 դրամի չափով։ Դատարանը հերքման պահանջը բավարարել է ամբողջությամբ, իսկ գումարի մասը՝ մասամբ։